Բարի առավոտ, սիրելիներս, ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ, իմ վիդեոները նայում եք, բայց չեք լայքում, ժողովուրդ ջան, լայքեք եւ բաժանորդագրվեք։ Սա էլ իմ սիրուն ծաղիկներն են, մամաս է բերել իրենց այգուց։ Մագլցող վարդեր են։ Սիրելիներս, հիմա ուզում եմ ասեմ ձեզ, թե սա ինչ վարդ է։ Այս վարդը ամուսինս իմ ծննդյան օրն էր գնել, երբ որ թառամեց գլուխը, ես պոկեցի տերևները, դրեցի հողի մեջ, նայեք, այսպես աճել է, ինքը բորդո գույնի վարդ է, երբ որ բացվի ցույց կտամ, շատ սիրուն եմ։ Մի քանի տարի փորձել էի, չէր ստացվում, ինչքան փորձել էի, չէր ստացվում, բայց այս անգամ, երբ որ դեպի գարուն էր գալիս, այդ ժամանակ դրեցի ու կպավ, բայց երբ որ ամառն ես դնում, չի կպնում։ Ես միգուցե սխալվում եմ, ես չեմ կարողացել այդքան ժամանակ, բայց համենայն դեպս, երբ գարնան մոտ ես դրեցի, նոր եղավ սենց, նայեք ինչքան սիրուն է աճել, նայեք, բորդո վարդ է ինքը, երբ որ բացվի ցույց կտամ։ Նայեք դուրսը դրեցի մեր բալկոնչիկում, էսա, սա նարինջի ծառ է, իսկ նրանք ծաղիկներ են։ Հիմա սրճում ենք, իմ Մաշաս ինձ թխվածք է բերել ու կանֆետներ, հեսա սրճենք ու փորձենք։ Հարգելիներս, սուրճը խմեցի, վերջացրեցի, հիմա խոզի մսով, խոզի թոքով, կարտոֆիլով համեղ ուտեստ եմ պատրաստում, դնեմ ջեռոցը և ֆի ցույց կտամ, տեսնենք ոնց կստացվի։ Սա էլ մեր խոզի միսը, թոքը և կարտոֆիլը, շատ լավ ստացվել է, դե մեզ բարի ախորժակ, համեցեք, դուք էլ փորձեք։ Սիրելիներս, սալատ եմ պատրաստում, կարտոֆիլը բազուկը խաշել եմ, կտրատել եմ, հիմա ավելացնում եմ սառցխցիկից հանած ոլորը և գազարը։ Այս մի հատը մեծ մնացել է, չեմ նկատել, տեսնում եք, սա կտրատեմ, ավելացնեմ։ Ավելացնում ենք հիմա թթու վարունգը, կանաչին, մեկ ձեռքով հարմար չի, հետևորդներ ջան, դրա համար եմ ձեռքով լցնում կանաչին։ Նայեք կողքից ինձ սիրուն է շերտերով։ Խառնում եմ։ Աղ սև բիբար պետք է լցնեմ։
Ահա, աղա արդեն լցրել եմ, հիմա կավելացնեմ սև պղպեղը, ամանը փոխեցի, ես մեծ տարայի մեջ լցրեցի, որ ավելի հեշտ լինի խառնելը, սիրելիներս։ Մամայիս բերած ծաղիկներն ա, էլի մամասա բերել և շատ հաճախակի է բերում։ Բարի օր իմ սիրելի հետևորդներ ջան։ Հաջորդ առավոտ է և ես պատրաստում եմ հավի մսով ուտեստ պատրաստեմ։ Հավի բուտը պետք է տապակեմ, այսպես, հետո ուզում եմ վրան սխտոր ավելացնեմ, շատ համեղ է ստացվում։ Դե ինչ, գնացինք, մի քիչ ջուր եմ ավելացնում, կափարիչով փակում եմ, միացնում եմ գազօջախը, մարմանդ կրակի վրա պետք է եփվի։ Թողնենք երևի մի 20 րոպե, ամենաուշը կես ժամ, սա մսի ջուրն է թափվել էստեղ, այսպես, իմ սիրելի հետևորդներ ջան, պետք է պատրաստեմ, վերջացնեմ, տանենք մեր հողամասը, այնտեղ ուտենք, նաև գործ անենք ամուսնուս հետ, պետք է մեր ծառերը ջրենք, մեր ծաղիկները ու այդպես։ Ահա տեսնում եք, բուդը արդեն եփվել է, բացենք, մի քիչ այսպես անցքեր ենք անում, չնայած որ ինքը լրիվ եփված է, բայց որպեսզի արյուն չմնա մեջը, նայեք, ջուր դուրս տվեց, բայց եփված է։ Այսպես անցքեր ենք անում։ Բիբարը ես ճիշտն ասած լավ չտարածեցի։ Խնդիր չես։ Ոնց է լինի, կլինի։ Կարող եք հետո նաև մի քիչ էլ եթե ուզում եք ավելացնել, եթե ոչ, այսպես էլ է շատ լավ լինում։ Պետք է կարմրացնեմ, վերջացնեմ, վրան սխտոր քսեմ։ Ահա, սա էլ բտիկները, սիրելիներս, նայեք ինչ լավ է ստացվել, հիմա սխտոր եմ քսում, ձեռքով հարմար է, դրա համար եմ ձեռքով քսում, ոչ մի բանով չի լինում, էլի հարմար պատառաքաղով լավ չի քսվում, փորձեք, այսպես շատ համեղ է լինում, ինքը գրիլի համ է ստանում, պետական որ գնում ենք, նույն համն է, ասեք ինչքան լավ է ստացվել, այսպես, կարտոշկա էլ տապակեմ, լավաշով փաթաթեմ, որպեսզի հետները ստանենք հողամաս և այնտեղ համ տեսենք։ Սա էլ տապակած կարտոֆիլը, ասեք, որ ախորժելի տեսք ունի։ Դե գնանք համ տեսելու։ Մեզ բարի ախորժակ հետևորդներ ջան, դուք էլ համեցեք։ Ել ենք մեր հողամաս, որ վարդերս ծաղիկներս ջրեմ, սա իմ թթի ծառն է, նայեք ինչքան է բռնել, արդեն մեծացել է ահագին, սա էլ մյուս ծառն է, մեկ տարվա ծառեր են, դեռ փոքր են, բայց լավ աճում են։ Մեխակներս են ծաղկել, վերջացել են,
Սա պամիդորի շթիլներ է, պետքա ջրենք չորացել են բիբարի, սա էլ վարդերս։ Մագլցող վարդերս են, դեղինը, կարմիրը, սպիտակը, արդեն ծաղկել վերջացել են։ Դե ինչ, բարի գիշեր բոլորին։